ովքեր են կողմ լիցենզիայի դադարեցմանը։ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին 3 օր պահանջվեց դադարեցնելու համար Հեցի Տաշիր Կապիտալ ընկերությանը տրված լիցենզիան։ ՀՑԿՀ մարմնի 5 անդամներից 4-ը կողմ քվեարկեցին, ինչից հետո Հեցի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազենյանը վրդովված լքեց նիստերի դահլիճը։ Առաջին 3 ամիսների ընթացքում պետությունը Տաշիր Կապիտալի հետ պետք է բանակցի գույքի սեփականության փոխանցման վերաբերյալ, ու եթե կողմերը չգան հայտարարի, պետությունը կարող է գերակաշահի իրավունքով վերցնել գույքի սեփականության իրավունքը։ Այս գործընթացը այսօրվա նիստով չի ավարտվում, ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլատյաններում եւ հետեւաբար process-ը դեռ ունի շարունակություն։ Process-ը ունի շարունակություն նաեւ այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ մենք ընդհանրապես դադարեցրեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության լիցենզիան, բայց դրան պետք է օրենքով նախատեսվում է արդեն գործընթացներ, առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կսկսի կամ Հայաստանի փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ եւ եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակաշահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը, թե ինչ ընթացք կստանա այս նախանշած փուլերը ոնց կլինեն, դա ժամանակը ցույց կտա։ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի բակում վաղ առավոտից ոստիկանական ուժեր են բերվել, այդ թվում ոստիկանության նորաստեղծ գվարդիայից ստորաբաժանումներ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է մոտ 1 հատորանոց միջնորդություն ներկայացնել նիստի ընթացքում։ Փաստաբան Արամ Վարդևանյանը պատականություն չի համարել, որ նույն օրը քննվում են Սամվել Կարապետյանի կալանքի ու Հեցին լիցենզիայի զրկելու Այսօր ժամը 10:00-ին ստացվում է այստեղ մենք ունենալու ենք կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդության քննություն, իսկ ՀՑԿՀ-ում կրկին ժամը 10:00-ին Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի վերաբերյալ քննություն։ Նույն օրը, նույն ժամին կարծում եմ սա առավել քան խոսուն է, եթե հետ գնանք, որ 2 հանգամանքներն էլ ենթակա են մերժման։ Թե ՀՑԿՀ-ում ներկայացված վարույթի շրջանակներում դիրքորոշումն է ենթակա մերժման, որովհետև իրապես որևէ մի ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում, պարզապես համեմատական անցկացրեք Veolia ջրի հետ կապված խախտումներին եւ ոչ մի վարույթ չկա դրա դեպքում։ Եվ իհարկե նաեւ այս միջնորդությունն էլ ակնհայտորեն ենթակա է մերժման։ Այն պետք է մերժված լիներ ի սկզբանե, բայց ունենք մի աբսուրդ, որ այն տևում է արդեն 5 ամիս, բայց ամեն ինչն էլ ունի սկիզբ եւ վերջ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերընտրվեց վաղարշաբաթում 14948 ձայնով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է վաղարշաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրությունների արդյունքները։ Ցուցակը գլխավորում է քաղաքացիական պայմանագիրը, հաջորդում է հաղթանակ կուսակցությունների դաշինքը 9789 քվեով եւ Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը 1674 քվեով։ Քաղաքացիական պայմանագիրը կունենա 19 մանդատ, հաղթանակ դաշինքը 12, իսկ Մայր Հայաստանը 2 մանդատ։ Ստացվում է, որ ԿՊ-ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Գիշերը վաղարշաբաթում են եղել Ալեն Սիմոնյանն ու Գևորգ Պապոյանը ու նշել ավականու իրենց կուսակցական ընկերոջ Արգիշտի Մեխակյանի հաղթանակը։ Վաղարավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ շտապել է շնորհավորել վաղարշաբաթցիներին, մասնավորապես գրել է. «Մեջբերում, աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությանը։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կթրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։ Մեր ձևով ժողովրդական շարժումը շարունակում է թափ հավաքել։ Ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանն արդեն 8000 կամավոր է միացել։ Շարժման Facebook-յան էջում նշվում է, որ միայն 5 օրում շարժմանը շուրջ 1000 քաղաքացի է միացել։
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են տեսանյութ, որտեղ զինվորական համազգեստով չափահաս տղամարդիկ բեմադրել են հայի մարմնավորած աշակերտի ձերբակալություն։ Մասնակիցները ձևացնում են, թե ատրճանակ են ուղղում նրա գլխին ու պահանջում են, որ նա արտասանի։ Ղարաբաղն Ադրբեջան է արտահայտությունը։ Երբ տղան արտասանում է խոսքերը, ներկաները սկսում են ուրախ պարել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարած Արևների կարտելը կճանաչի ահաբեկչական կազմակերպություն։ Այս քայլը թույլ կտա ամերիկյան կողմին օդային հարվածներ հասցնել ոչ միայն ջրային, այլև Վենեսուելայի տարածքում գտնվող ցամաքային օբյեկտներին։ Լարվածության աճի ֆոնին Թրամփը նաև չի բացառել բանակցությունները Մադուրոյի հետ։ Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերին, հայտարարելով, որ պայքար է տարվում թմրավաճառների դեմ։ Վենեսուելայի նախագահը ելույթի ժամանակ խաղաղության կոչ է արել, նշելով, որ իմպերիալիստական նավերը պետք է դուրս գան երկրից եւ երգել է իր կողմնակիցների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները պատրաստում են օրինակից, որը պատժամիջոցները սահմանում Ռուսաստանի հետ առևտրային կապ ունեցող երկրների նկատմամբ։ Նոր սահմանափակումները կկիրառվեն առևտուր անող ցանկացած երկրի, այդ թվում Իրանի դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ԱՄՆ-ն սպառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր հնարավորությունները։ Շվեյցարիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թանկարժեք իրեր է նվիրել համոզելու մաքսատուրքերը նվազեցնել։ Շվեյցարիայի առաջատար գործարարների պատվիրակությունը ժամանել է Սպիտակ տուն շքեղ նվերներով, այդ թվում $130,000 արժողությամբ անհատականացված ոսկե ձուլակտորով եւ Rolex սեղանի ժամացույցով, ինչպես նաեւ Ամերիկայում ներդրումներ անելու խոստումներով։ Նվերներից ընդամենը մի քանի օր անց ԱՄՆ-ն կրճատել է շվեյցարական ապրանքների մաքսատուրքերը 39%-ից հասցնելով մինչև 15%-ի։ Պուտինի եւ Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, սակայն երկկողմ շփումները շարունակվում են, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այո, Բուդապեշտում հանդիպելու մասին պայմանավորվածություն է եղել։ Մենք ակտիվորեն քննարկում ենք Ուկրաինայի հարցի լուծումը, Ալյասկայում ձեռք բերված փոխհմբռնման հիման վրա։ Կարծում ենք, որ դա իրոք լավ ուղի է խաղաղ կարգավորում ապահովելու համար։ Եթե նախագահները պայմանավորվեն հանդիպել, գագաթնաժողովի կազմակերպման շատ տեխնիկական դժվարություններ երկրորդ պլան կմեղվեն։ Մեքսիկայի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ընթացքում մասնակիցների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել։ Միջադեպի հետևանքով կա ավելի քան 120 վիրավոր, այդ թվում ոստիկաններ։ Ըստ BBC-ի հազարավոր ցուցարարներ երթով անցել են Մեխիկոյով բողոքելով հանցագործությունների, Ուրուապանի քաղաքապետ Կարլոս Մանսոյի սպանության եւ նախագահ Կլաուդիա Շեյբաումի քաղաքականության դեմ։